Միակողմանի երթևեկության ճանապարհ։ 5-5 նշանը հենց դա է թելադրում։ Այս նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբից, հետո արդեն պետք է առաջնորդվել ըստ նշանների։ Բայց միևնույնն է, շատ ժամանակ վարորդները չիմանալով սխալ են մուտք գործում, իսկ տուգանքը 20,000 դրամ է։ Վարորդը պետք է երթևեկի համաձայն ճանապարհային նշանների պահանջներին։ Սակայն, եթե վարորդը այնուամենայնիվ խախտում է այս պահանջը եւ կատարում է այստեղից երթևեկություն ուղիղ կամ ներքևից բարձրանալու կատարում է աջ շրջադարձ, ապա ճանապարհային ոստիկանությունը որպես կանոն այդ վարորդներին տուգանում է որպես աջ գնացող ճանապարհը համարելով որպես միակողմանի ճանապարհ, իբրև վարորդը երթևեկել է միակողմանի ճանապարհի հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։ Օրինակ տվյալ խաչմերուկում մենք խաչմերուկին մոտենալից այս կողմից ունենք երթևեկությունը միայն ձախ թելադրող նշան։ Վարորդը տվյալ նշանը չտեսնելու դեպքում, եթե ցանկանում է կատարել աջ շրջադարձ, ունենք նաև մուտն արգելող նշան։ Որը որ այնքան էլ լավ չի երևում։ Մուտն արգելող նշանի արկայության դեպքում էլ, եթե վարորդը մուտք է գործում մուտն արգելող նշանի ազման գոտի, տվյալ խախտումը վարորդին ձևակերպում է որպես նշանի պահանջ չկատարել եւ տուգանվում է 5,000 դրամի չափով։ Այստեղ մենք ունեցել ենք մի դատական գործ, որ վարորդը մեզ դիմել է, հենց այս խաչմերուկում, ճանապարհային ոստիկանության առաջի գոմարտակից դուրս գալուց, հենց այս խաչմերուկում, հենց այս մասով թեքվել է աջ։ Ինչ-ինչ պատճառներով չի նկատել այդ նշանը։ Ու կատարել է աջ շրջադարձ։ Ու սես գնացել է ճանապարհին տեսուչը կանգնացրել է, բա դու երթևեկում ես միակողմանի ճանապարհի հակառակ ուղղությամբ եւ տուգանել 20,000 դրամի չափով։ Ու ներկայացրեցինք դատարան մեր բոլոր հիմքերը, որ այստեղ վարորդը այո խախտում արել է, այո կատարել է նշանի պահանջի խախտում եւ պետք է տուգանվեր 5,000 դրամի չափով։ Սակայն քանի որ տուգանվել է 20,000 դրամի չափով այսինչ հոդվածով եւ այստեղ չկա որևէ նշան, որը որ իրեն կասեր, որ այդ նշանը կթելադրեր իրան, որ ինքը մուտք է գործել հենց միակողմանի ճանապարհ, այլ ուղղակի ոչ թե այդ նշանի պահանջ, ճանապարհային ոստիկանությունը բերեց իրենց կողմից հիմնավորումները, թե ինչու։ Ասում են, դե հենա թեմա նշան կա, մուտքը արգելված է։ Բայց այդ նշանը չի նշանակում, որ չի կարելի է կողմը։ Ով ասում, որ չէ, մենք էլ ենք ասում, չի կարելի։ Պահանջը նշանի պահանջ չի կատարել։ Հա, լավ, երկու նշանի պահանջ չի կատարել։ Բայց նշանի պահանջ չի կատարել։ Խախտումը վտանգավոր է։ Խախտումը կա, վտանգավոր է, բայց նախատեսումը բոլոր խախտումներն էլ վտանգավոր է։ Բա վտանգ են պարունակում, դրա համար մարդկանց տուգանում են, չէ՞։ Եթե եղել է հատուկ թելադրանքի նշան, այդ ժամանակ տուգանքի արժեք եղել է ճիշտ։ Ուրեմն հնարավոր է եղել է հատուկ թելադրանքի նշան, դրանից հետո որը որ հանվել է, եւ ասենք հիմա տվյալ դեպքում այս ժամանակահատվածում այդ տուգանքի արժեքը կազմում է 5,000 դրամ։ Մենք դե սկզբից ունենք միայն ձախ, հետո նոր ունենք մուտք արգելող, էլի, որը ձևակերպվում է նշանի խախտում, նշանի պահանջ չկատարել է։ Այո, այստեղ մենք տեսնում ենք նաեւ արգելող, մուտք, 3-1 մուտք արգելող նշան, բայց դա կար, մենք չտեսանք այն կողմից, ոնց որ գալիս էինք, մենք չտեսանք, բայց ոնց պետք է վարորդը տեսնի, անգամ լավ ընդունենք այս նշանը կա, բայց սա էլ նույնպես ընդամենը ճանապարհային նշանի պահանջը չկատարել է։ Սա ասում եք, որ նշանի պահանջի խախտում է, չէ՞։ Բայց ամեն դեպքում ելի վարորդը մտնում է հակառակ երթևեկի։ Բայց վարորդը տվյալ պարագայում տեղյակ չի լինում, որ նա մուտք է գործում հակառակ երթևեկելի գոտի, երթևեկում է հակառակ երթևեկելի գոտի, վարորդը տեղյակ չի լինում։ Դրա համար տուգանվում է 5,000 դրամի չափով։ Խորհուրդ կտամ վարորդներին նշանը լինի հատումի միակողմանի ճանապարհի, թե չէ, կատարեն ցանկացած նշանի պահանջ։ Քանի որ այդ նշանները չեն դերվում, անտեղի նշաններ, ամեն նշան ունի իր նշանակությունը։ Այստեղ մոտավորապես նույն իրավիճակն է, ինչ որ այնտեղ։ Բայց նորից եմ կրկնում, այստեղ եթե վարորդը մուտք անի, հետեւապես կտուգանվի 20,000 դրամի չափով։ Այնինչ պետք է տուգանվի ընդամենը նշանի պահանջը չկատարելը։ Այս խաչմերուկի տարածքում կատարվել է երթևեկության ուղղությունների փոփոխություններ, օրինակ ստեղից թույլ չէր տվում մուտքն արգելվում էր դեպի Խորենացի փողոց։ Իսկ ես արդեն թույլատրվում է նշանները անած են երթևեկության ուղղությունը դեպի Խորենացի փողոց։ Եվ տվյալ պարագայում այս խաչմերուկի տարածքում եթե վարորդը մուտք է գործում մուտք արգելող նշանի ազման գոտի, մեր վարորդի տուգանքի արժեք տվյալ պարագայում կազմում է 5,000 դրամ։ Բայց վարորդները նշում են, որ 20,000 է։
Եթե այս խաչմերուկի տարածքում մենք ունենք հատուկ թելադրանքի նշանը, որը ցույց է տալի հատում միակողմանի ուղղություն ունեցող ճանապարհների հետ, սլաքը, այո, մեր վարորդների բարբառով ասած բարակ երկար սլաքը։ Այդ տուգանքը կազմում է 5000 դրամ։ Սպասի, դու գիտես, որ սխալ է իր մտնում։ Չէ, որտես գիտեմ որ։ Գնա։ Երեք եկել եմ չեմ։ Հիմա այս մարդը արդեն դուգանվեց, թե Դե սխալը ուղղելա։ Մտելա, իր սխալը ուղղելա, չի դուգանվի։ Չպետք է դուգանվի։ Չկա ստեղ այն նշանը, որ ասում է, այ այս ստեղ միակողման։ Ինչու համար։ Այսքան տեղը միակողմանի է, բայց այնքան տեղը ոչ։ Մենակ այս էլի ոնց որ տեղազև։ Հա, այս նկարվեց երևի։ Չհասցրեցինք ասեինք։ Այս երևի զգուշացրին։ Քանի որ նշանների երթևեկության ուղղությունների փոփոխությունները կատարվել են նոր, ասենք վարորդներ կան սովորույթի համաձայն, ասենք միշտ երթևեկել են այդպես, սկզբի ժամանակները տվյալ վարորդները չեն տուգանվում։ Ցանկացած փոփոխությունների դեպքում սկզբից տրվում է ժամանակ, որպեսզի վարորդները սովորեն նոր երթևեկության ուղղությունների փոփոխություններին։ Ճանապարհային այս նշանը եւս ցույց է տալիս երթևեկության ուղղությունը, նշանակում է ելք դեպի միակողմանի ճանապարհ։ Եթե սլաքը դրված է դեպի ձախ, նշանակում է խաչմերուկից աջ գնալն արգելվում է, եւ հակառակը, բայց երկու դեպքում էլ թույլատրվում է խաչմերուկից հետադարձ անել։ Գտնվում ենք Սայաթնովա Աբովյան փողոցների հատման խաչմերուկում։ Փողոցներից մեկը միակողմանի երթևեկելի ուղղություն ունեցող ճանապարհ է, Աբովյան փողոցը։ Եվ վարորդները Սայաթնովա փողոցով երթևեկող վարորդները խաչմերուկի տարածք մոտենալուց դրված է հատուկ թելադրանքի նշան, որը հատում միակողմանի երթևեկություն ունեցող փողոցի հետ, որը վարորդներին թույլ չի տալի տվյալ պարագայում, եթե մենք երթևեկում ենք Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան ուղղությամբ, կատարել այդ շրջադարձ։ Բայց նաև այս նշանը չի հանդիսանում որպես թելադրող նշան, որպեսզի վարորդները ստիպի կատարել միայն ձախ շրջադարձ։ Նա նույնպես թույլ է տալի երթևեկել ուղիղ։ Եթե վարորդները նույնիսկ չեն նկատել այս նշանը հատում միակողմանի ուղղություն ունեցող երթևեկության ճանապարհների հետ, նրանք կատարելով աջ եւ ձախ շրջադարձ դրված է մուտք արգելող նշան, որպեսզի թույլ չտա մուտք գործել միակողմանի ուղղություն ունեցող երթևեկելի փողոցներ։ Իսկ եթե մուտք գործես դուգանքը ինչքան է։ Տվյալ պարագայում մեր վարորդներին կտուգանվեն 20000 դրամի չափով։ Չի նշանակում, որ նշանի պահանջն է խախտել։ Չէ, այստեղ արդեն տվյալ պարագայում վարորդին տեղեկացվում է, որ նրանք մուտք են գործում միակողմանի երթևեկություն ունեցող ճանապարհ։ Վարորդներին տեղեկացվում այդ մասին։ Դրա համար տուգանքը վարչական տուգանքը նշանակվում 20000 դրամ, այսինքն միակողմանի փողոցին հակառակ հոսքին հակառակ վարելը։ Եվ այս նշանը միանշանակ ասում է, ով կկատարի շրջադարձ այստեղից աջ կամ այն կողմից օպերայի մոտից ձախ կկատարի շրջադարձ, նա կտուգանվի արդեն 124 հոդվածի 14 մասով 20000 դրամի չափով։ Բայց չէ՞ որ սա էլ նշանի պահանջի խախտում է, այդ դեպքում բա ոնց։ Չէ, կոնկրետ սրա մասին գրված է առանձին, սա էլ է նշան, բայց այս նշանը փաստորեն նախատեսում է 20000 դրամ։ Այնտեղ որտեղ որ մենք կայինք, այս տեսակ նշան չկա եւ չէր այս նշանը տեղադրվում է այ հատող ճանապարհը, իսկ որտեղ տեղազև է, այդտեղ չես կարող դնես այս նշան։ Այս նշանի պահանջը ասում է, որ դու հատում ես ճանապարհ, իսկ այն տեղազև խաչմերուկում դու չես հատում, դու ուղղակի թեքվում ես, սկսում ես այդտեղից մուտք գործելը։ Դրա վերաբերյալ նշան չկա, որ խախտես նույն սրա պահանջը, այս նշանի պահանջը։ Առաջին անգամ միակողմ երթևեկությունը փորձարկվել է Լոնդոնում 1617 թվականին։ Ճանապարհները միակողմանի դարձնելով նախ լուծվում է թողունակության խնդիրը, հետո էլ դրանք ավելի անվտանգ են եւ շատ հարմար են հատկապես հին քաղաքներում, որտեղ փողոցները նեղ են։
15 թաղամասի շրջանաձև երթևեկության կանոններում տեղի են ունեցել փոփոխություններ։ Հիմա միասին կհասկանանք եւ կտեսնենք ինչպես պետք է այստեղ առաջնորդվեն վարորդները։ Նշանները տեղադրված է, գծանշումները կատարած է, մարդկանց զիջենք, իջացնենք արագությունը։ Այստեղ զիջման նշան կա։ Այո, դրված է զիջել, կայցվոյ երթևեկություն։ Այսինքն մենք պետքա զիջենք։ Այո, հիմա ժամանակ այդպես չէր։ Այդպես չէ, դե հիմա շարժվեք, հետիոտը անցավ։ Հիմա մոտեցանք, տեսեք, հիմա ասֆալտի վրա գծած է։ Գետա արգելակեք այս զիջելու նշանի մոտ պետքա կանգ առնենք, նայենք ձախ, հասկանանք մեքենա կա թե ոչ, հիմա չկա ներկապային եւ գնացինք։ Բացի ասֆալտին նաեւ այստեղ նշան։ Այո, նշանը դրված։ Հիմա այս մենք կալցո ենք անում, շրջանաձևում, այո, հիմա մենք ենք գլխավոր, հիմա մենք մեկ պատվիտ կատարենք, արագությունը իջացրեք։ Մի պատվիտ կատարենք, այո։ Նո, այստեղ տեսեք, ոստիկանի մեքենան մեզ պետք է օրենքով ենք վարում։ Ու շարունակեցինք։ Պատտվեմ։ Այո, պատտվենք։ Բայց այսպես ավելի հեշտ է։ Այս տարբերակով ավելի հարմար է։ Մի անգամ մենք ենք զիջում եւ մնացած անգամ մեզ են զիջում։ Անցած անգամ որ այստեղով երթևեկեցինք, բավականին խնդիրներ ունեցանք, ճիշտ է։ Դուրս գալուց։ Իսկ ներկապային ինքներդ տեսակ, որ շատ լավ ստացվեց։ Հիմա մեր հետևի մեքենան անընդհատ ազդանշան է տալիս, ինչ։ Ուզում էր ապգոնաներ։ Բայց այս նմանատիպ փողոցներում արգելվում է, չէ՞, բազանցը։ Նու, այստեղ երկու հատ հոզգից կտրեց անցավ։ Որը որ չի երևում։ Այո, որը որ չի երևում, պրոստը արդեն մաքրվել է։ Կարմիր նշանները կարևոր ներևում է։ Շատ կարևոր է խաչմերուկներում պահել մեքենայի արագությունը։ Նու թարտիչը միացել է դուրս է եկել հանդիպակաց գոտի, շուտ է։ Խաչմերուկ դեռ չասած, ինքը միացել էր թարտիչը եւ մտել էր հանդիպակաց գոտի, որը չի կարելի։ Իջացեք արագությունը, իջացրեք, տեսակ։ Ինչ արեց այս բանը։ Այդ ֆարսաժ արեց։ Հիմա մենք կարող ենք դատամ ազդանշան։ Շատ վտանգավոր։ Այո, վտանգավոր, բավականին վտանգավոր, որը մենք պետքա, ինչու, մենք պետքա գնանք դեպի աջ, նշանակում աջը միացնենք, ուզում եք անցնենք, բայց հետո էլ չենք հասցնի գնանք, հիմա փոխվեցինք աջ և շարունակենք աջ շարքով, աջը միացրեք։ Դժվար է։ Ու կա դժվարություն, բայց վարորդները շտապում են, դրա համար ավելի բարդ է ստացվում։ Հիմա աջը դուք միացրեք, ասում ես իջել գնալ աջ, նշանակում մենք միացեցինք եւ գնում ենք, կանգնել պետք չի։ Շարունակեք, հանգիստ դուք ձեր շարքում եք, շատ գազ մի տվեք, ձեր աջ շարքը պահեցիք, հետո միացնում եք ձախ բավարոտնիկը, նայեցինք ձախ կետագծերով դուրս եք գալու։ Կարող եք դուրս գալ, գնացեք։ Այո։ Հոզգծից հետո։ Ահա։ Եվ շարունակեցինք մնալ կենտրոնի շարքում, այդենց պետքա զիջենք հանրային տրանսպորտին։ Ապրեք, տեսեք ինչ լավություն այեցի, գնացեք։ Տեսեք, ձեզ էլ ասել շնորհակալություն։ Տեսնում եք ինչ անում։ Նու չենք կարողանա չտանք, ինքը որ չտանկել մեր ավտոյի վրով կանցնեք գնա։ Բայց մի քիչ որ առաջ գնանք։ Չէ, կանցնեք գնա, մի կանգ առեք, մի գնացեք։ Ինքը մաքուր վտանգ է։ Տեսեք, ինքը չի էլ նայելու, որ դուք թողելու եք, չեք թողել, դե գնացեք։ Շատ գազ չենք տալիս։ Բայենք մեր շարքը գազ պետք չի, գազ ընդապես պետք չի, ուղելով, քիչ-քիչ, տենց ապրեք, տեսակ ինչ լավ ստացվեց։ Նշանակում հասկացանք, եթե ճիշտ արագությունը պահում ենք, ճիշտ էլ մուտք ենք գործում։ Եթե արագ եղանք, չենք կարողանա մուտք գործենք ճիշտ։ Ստիպված պետք է մեջտեղով գնալ։ Հա, դեստե արդեն պարկինգի կանգնած է, արդեն տեղ չի էլ լինում։ Աչից պարկինգա, ձախից պարկինգա, դիմացից մեքենա է գալիս, հա, ու արդեն տեսեք, հիմա մենք պետքա կանգ առնենք ստե, ստոպ, եւ հիմա գնացեք, պատույթ շատ գազ մի տեք, հա, աջ պայեք, էլի աջ պայեք, ահա, ուղեք եւ շարունակենք։ Կարող են նաեւ բախվել։ Նո եթե արագությունը էլի չպահեցինք ճիշտ, կկարողանանք այդ դեպքում ղեկը եւ արագությունը պետք է համատեղենք։ Մենք կանցնենք այստեղ։ Այո, կամաց առանց գազի, գազ մի տվեք, չէ, գազ մի տվեք։ Գազ մի տվեք, որ կարողանանք անցնենք։ Թեժը տեսնում եք ինչ նեղա, չէ, ինչ, գնացեք, մի քիչ գազով։ Այո, շատ վտանգավոր ու բավականին տեսակ ինչ բարդ է այստեղ։
Բավականին բարդ է, այո։ Անփորձ վարորդները այս փողոցում իրավունք չունեն։ Աչը միացրեք եւ գնանք աչ։ Այո, գնացինք, պտույտը կատարեք։ Ահա, եւ գնացինք։ Զգացիք չէ ինչ դժվար գազ մի տվեք։ Բավականին դժվարություն կա, անփորձ ձախը միացրեք, փոխվեցինք, ինքը կանգնելու է այստեղ։ Անկախ նրանից փորձառու եք թե ոչ, պետք է հիշեք, որ երթևեկությունը շտապողականություն չի սիրում։ Ինչքան էլ վարորդներին հորդորում ենք կանոններով վարել, վթարները չեն պակասում։ Տեսեք ինքներդ։ Մի կողմից հեռահար լույսեր, մյուս կողմից արագություն, չզիջել, բախումն այդքան արագ է ստացվում, որ չենք հասնում պարզել, թե ով ում հարվածեց։ Անգրագետ վարորդի վարքագիծ։ Եթե մեծ մեքենա եք վարում, հիշեք պահի լրջությունը եւ յուրահատկությունը։ Անդաստիրակ լպիրշ պահվածքով մեկը, ով նույնիսկ իրավախախտում է կատարում թիկնապահների ուղեկցությամբ։ Կա կարծիք, որ հետևից հարվածող մեքենան միշտ մեղավոր է։ Սա այդ դեպքը չէ։ Ջիպի վարորդը սովորելու ահագին բան ունի։ Զավեշտալի վթար, խաչմերուկը դատարկ է։ Ամենայն հավանականությամբ վարորդները հանդիսատեսին պարգևում են դիտարժան տեսարան։ Ավտոմեքենա նստելիս վարորդները պետք է մտածեն ոչ թե շուտ, այլ անվնաս տեղ հասնելու մասին։ Ճանապարհն անխոչնդոտ եւ առանց ավելորդ արձանագրությունների հաղթահարելու համար նախ պետք է ճանաչել ճանապարհային նշանները եւ չխախտել դրանք, որովհետեւ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։ Հիշեք, կյանքը տրվում է ժամանակավորապես, վերցվում ընդմիշտ։